Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք, քանի որ խոսեցինք նորագույն տեխնոլոգիաներից, արհեստական բանականությունից եւ ժամանակի մեջ ճամփորդելու հնարավորությունից, ժամանակի մեքենայով հիմա հետ ենք գնալու 1982 թվական, որովհետեւ հենց այդ տարի Հրազդանի համար շատ կարևոր մի իրադարձություն տեղի ունեցավ, Մանվել եւ Ժասմեն Ռաֆայելյանները ստեղծեցին պարային մի դպրոց եւ հիմա Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի մարզկենտրոն Հրազդան քաղաքում բացվել է նոր պարարվեստի կենտրոն Նինահար պարային համույթը, այս ամենի մասին ավելի մանրամասն կիմանանք հենց հիմա։ Այսօրվա մեր հյուրերն են Մանվել Ռաֆայելյան, Ռաֆայելյաններ պարային դպրոցի հիմնադիր եւ Արտյոմ Ռաֆայելյան, պարերի բեմադրող, չէ՞։ Ճիշտ է ամեն ինչ։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ։ Եկեք դե խոսենք ինչպես ծնվեց այդ գաղափարը Հրազդանում ստեղծել դպրոց։ Բայց քիչ առաջ իմացանք, որ պատմությունը կարծես Հրազդանից չէ, որ սկսվել է, պարոն Ռաֆայելյան։ Եկեք դե զրուցենք այդ թեմայի շուրջ։ Եվ որտեղից սկիզբ առավ դպրոցը։ Պարային խմբի հիմքերը տանում են դեռ 1927 թվականները, երբ հեղափոխությունից հետո առաջին անգամ Հրազդան քաղաքի Աթարբեգյան այժմ Վանատուր թաղամասում ստեղծվեց առաջին Նինահար պարային համույթ։ Ավանդույթը չխախտելու համար հետագայում 1982 թվականին թիվ 2 մշակույթի տանը ես իմ կնոջ հետ Ժասմին Ավագյանի հետ ստեղծեցինք Նինահար պարային կոլեկտիվը, հետո դարձավ Նինահար մշակութային կազմակերպություն եւ այդպես շարունակ դառավ հետո Միկա պարային համույթ, հետո նորից դառավ Նինահար պարային համույթ եւ այդպես ավանդույթը փոխանցվեց Սերնդեսերին։ Շատ գեղեցիկ անուն է Նինհար, ես խնդրեմ Նինահար դրանց է գալի, ասենք մեր ոնց որ մեր էթանոս ոստվածներից գալիս է Նինարի, հենց այդ ծագումնաբանությունը դրանց է սկսվում։ Նինահար բառը մեր գյուղը ալիհակ էր Նինահար ջան, Թավիշի շալ է կապել Նինահար ջան, պես մի սիրուն երգ ունեինք մենք ժամանակին, որ ասենք կար ստեղծել էի սկզբից երգի պարի համույթ էր փոքրերի, հետո հետագայում քիչ մի դե բոլորն էլ չեն էլ երգում։ Այո։ Մի ղեկավար մենք պարային շատ սիրուն պարային կոլեկտիվներ ենք ունեցել ժամանակի ընթացքում։ Եվ հիմա նորից ավանդույթը շարունակում վերականգնում ենք։ Ու ինչպես փոխանցվեց նաև այդ պարի նկատմամբ սկզբում հետաքրքրությունը, հետո մասնագիտական ընտրությունը արդեն ձեզ։ Մանե ջան, ուրիշ տարբերակ չկար։ Ճակատագրի բերում այնպիսին էր, որ հայրս եւ մայրս հիմնադրեցին Նինահար պարային համույթը եւ 44 տարի անընդմեջ, անդադար, անշեղ ու անշեշտ ճանապարհով մենք հայկական լուսեկան թեղը, որը որ պարարվեստն է, այդ ջահը ինձ վստահվեց եւ առ այսօր մենք պատվով ու արժանապատիվ փորձում ենք աշխատել։ Այո, նոր կենտրոնում ինչ նոր ծրագրեր են սպասվում երեխաների համար, մեծահասակների համար, խոսենք այդ նոր կենտրոնի։ Հրազդանի պարարվեստի կենտրոնը, որ մեր պարադպրոցի անունն է գրում, քանի որ 44 տարի անընդմեջ մենք աշխատել ենք եւ մի փոքր ինձ թույլ կտամ ասեմ, որ Հրազդան քաղաքի պարարվեստի հիմնադիրներն են եւ այսօր այս սրահը ծառայելու է մեր հանրությանը, մեր հասարակությանը, ինչպես փոքրերին, պատանիներին, երիտասարդներին, այնպես էլ մենք ծրագրավորել ենք, որպեսզի պարադպրոցում, պարի սրահում ունենանք պրոֆեսիոնալ պարարվեստով զբաղվող երիտասարդներ, որը որ դառնա հետագայում ակնկալելով պետական ինչ-որ աջակցությամբ, որպեսզի կարողանանք պարային համույթը, Նինահար պարախումբը նորից վերածնունդ դարձնել եւ ոչ միայն հանրապետությունում, այլ հանրապետությունից դուրս ցույց դնել հայկական պարարվեստը։ Մենք գիտենք, որ պարարվեստը այն անսահման մշակութային լեզուն է, որը իսկապես որևէ խոչընդոտ եւ խնդիր չունի նույն լեզվական ընկալման առումով սահմաններից դուրս։ Եվ ինչ գործունեություն եք ծավալել այս տարիների ընթացքում Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես հայ համայնքներ, մեծ համայնքներ ունեցող երկրներում։ Մանե ջան, անկեղծ 44 տարվա մեջ պատկերացնում եք ինչպիսի տեղատարապ համերգներ է տեղի ունեցել հանրապետությունում։ Այո, սկսած Եվրոպայից, սկսած Ռուսաստանի Դաշնության գրեթե բոլոր քաղաքներից Նինահար պարային համույթը իրականում լիքը ջերմ հանդիսատես է ունեցել, լիքը բազմաթիվ հանդիսատես է ունեցել սրահներով
ամբողջությամբ լի բազմաթիվ են եղել համերգները, անասելի, անկեղծ 1000-ից ավել համերգներ, պետական, ոչ պետական մրցանակներ, 5000-ից ավել մեր պարային սաները այս 44 տարվա ընթացքում ունեցել են եւ առ այսօր աշխատում են մեր սաները։ Հիանալի։ Եվ դա հետաքրքիր է, կյանքը գիտեք ինչքան լավ է, բարով։ Այ ասում եք 5000-ից ավել սաներ եւ 1000-ից ավել համերգներ։ Հետաքրքիր է ինչպիսի պատասխանատվության է այդ ամեն ինչը բերում, ինչպիսի պատասխանատվություն կա այդ ամեն ինչի հիմքում հիմա։ Գիտեք ինչ, տարին տարվա հետ կապված նորից ամենից շտկվում, մշակվում է այդ տարիները եւ այդ պատասխանատվությունը ել ավելի զգայուն է լինում եւ ավելի հետաքրքիր, քանի որ ոչ միայն սաներ, այլ նաեւ մեր պարադպրոցը, հա, մեր պարասրահը նաեւ տվել է 4 տասնյակից ավել պարուսույց մանկավարժներ։ Այո, որ աշխատում են ոչ միայն մեր տարածաշրջանում, հանրապետությունում, ինչու՞ չէ նաեւ հանրապետությունից դուրս։ Մենք ընթացքում պատեկրանին կտեսնենք նաև փորձերից կադրեր, բայց պարոն Ռաֆայելյան, ուզում եմ նաև ձեզ հետ զրուցել, երբեմն փորձերի ժամանակ մտովի հետ գնում եւ համեմատում եք սերունդներով, ինչպիսին է մեր օրյա երիտասարդությունը։ Դա անդադար միշտ էլ զգուշացնում են երեխաներին։ Դե առաջվա սերունդը մեկ այլ հոգով սրտով տրամադրվում։ Օրվա վրա փոխում են սերունդները, չգիտեմ, մի ժամանակներն են, հեռախոսներն են, ինչն են, բայց առաջ ավելի սրտաստրամադրված, քան թե միկվա սերունդները։ Ասենք այն ժամանակ այդ սկզբից որ հիմք էի դրել, նախոսեմ տղաների քանակը շատ էր։ Շատ ուզում եմ նշել, որ կարծես նախանձելի դիրքեր տղաներ բերում անսամբլում, քան որ ասենք, ես իմ ժամանակներն են, թե սպորտով են զբաղվում, թե հեռախոսով են զբաղվում, թե մեկ այլ բանով, բայց անցած սերունդը եւ միկվա սերունդը բավականին տարբերություն կա։ Ասեմ այդ բաները։ Տղաների քիչ լինելը մտահոգիչ է։ Իսկապես Շատ ցավալի է, անկեղծ գտնել ինձ թվում է ճանապարհները։ Գիտեք ոնց սպորտը իր ասպարեզը ունի, թող ինձ կներեն իմ ընկերները սպորտի, բայց կոնկրետ պարարվեստի, հայկական ազգային պարարվեստի մասին խոսելիս, սա ամբողջ ազգի քաղաքակրթության աստիճան է, ինչպես կասեր Մեծն Կոմիտասը, եւ կոնկրետ հայ տղայի պարը պարային կոլեկտիվների մեջ շատ կարեւոր դեր ու դիրք ունի։ Այո, որտեղ ռազմապարեր ունենք մենք կոնկրետ, որտեղ ազգային պարեր ունենք եւ ես այս կադրերը նաեւ բոլորին վերջերս եմ վերադարձել Ռոստով քաղաքից, ինձ հրավիրել են այնտեղ երրորդյա պարարվեստի դասընթացներ էի, վարպետաց դասընթացներ էի անցկացնում եւ այնտեղ գիտեք ոնց այլ ազգի մեջ տղաներ ավելի շատ են։ Մեր ազգի մեջ է մի փոքր հետ մնացել, ես շատ կցանկանամ, որպեսզի մեր պատանիներ ու երիտասարդները կարևոր այս պահը ազգային պարի մեջ ընդգրկվեն, հաճախակի լինեն, որովհետև դուրս է մնում այն պարերը մեր հայկական, որը որ տղաների կարևոր տեղն ունեն այնտեղ։ Շատ հաճելի կլինի, որ տղաներն էլ մասնակցեն մեր բոլորավանքով, բերթապարերով, քոչարի պարով, ռազմապարերով եւ այդպես լիքը լավ հետաքրքիր։ Այո, որովհետեւ այդ պարերը, որտեղ որ տղաներն են միայն պարում, այդ ռազմապարերը հենց կոնկրետ պետք են, գեղեցիկ են ու եւ ազգային։ Այո, հոգով լի են։ Կարևոր, իհարկե, կարևոր հենց բացակա է այդտեղ, իրանց տեղերն են դրանք։ Ու պետք է իհարկե նշենք, որ զբաղվել պարարվեստով չի նշանակում ողջ կյանքը կապել մասնագիտական ուղին կապել հենց պարի հետ եւ պարարվեստը կյանքի հոբիների, զբաղմունքի, նախասիրությունների մի մասը կարող է դառնալ։ Խոսենք նաեւ ձեզ մոտ ընդունելության մասին, որովհետեւ մեր հեռուստադիտողներից շատերը գուցե տանը ունեն աղջիկներ, տղաներ եւ ցանկանում են նրանց տալ պարի։ Ինչպես կարող են դիմել, քանի տարեկանից պետք է դիմել։ Մանե ջան, ինքս մանկավարժական մասնագիտությամբ արդեն 22 տարի եմ զբաղվում որպես մանկավարժ, եւ մեր մոտ ընդունելությունը սկսվում է 5 տարեկանից։ 5 տարեկանից մինչև 55 տարեկան, ինչու՞ չէ, սիրողական կարգավիճակով կարելի է ընդունել։ 5 տարեկանից երեխայի մարմինը կրթել, հա, եւ այդ տարիքից կարողանալ ռիթմ դաստիարակել, բազային sense նա փոքրիկ ու այդպես դեպի շարունակ դեպի վերև 5-ից մինչև
չկան վեր։ 55 տարեկան։ Կարող է սահմանը ավելին։ Ունեցել ենք 55 տարեկան էլ, 60 տարեկան էլ ժամանակին ասենք, երկել ապրել են, ասենք այն ժամանակ։ Իսկ գուցե վերադառնան ավանդույթները եւ կրկին պարային համույթը վերածվի երգի եւ բարի համույթի։ Դե մի փորձում ենք, տեսնենք ոնց կլինի։ Պարասրահը գործում է երաշտական դպրոցում, Հրազդան քաղաքի կից մասնաշենքում եւ մեր նպատակն է նաեւ որ տեղի երաշտական դպրոցի ուսուցչական կոլեկտիվից կազմակերպել երաշտական համույթ եւ համատեղել նաեւ երգն ու երաժշտությունը, հետագայում նաեւ մեր ազգային ավանդական, ծիսական երգերն ու պարերը։ Հիանալի է։ Մենք կարող ենք նաև հիմա խոսել սպասվող գուցե համերգների մասին, որոնք կլինեն թե Հրազդանում կամ Կոտայքի մարզում, թե մարզի ու Հայաստանի սահմաններից դուրս։ Համերգային ծրագրերը մեզ մոտ դեռ աշխատանքային են, մանեջան։ Տարին նոր է սկսվել։ Բեմադրական աշխատանքներ ենք անում, իհարկե, տարվա մեջ, տարվա կտրվածքով 10-ից 15 համերգ ունենում ենք մեր պարադպրոցի միջին, փոքր եւ ավակ սերունդների հետ։ Դա Հայաստանում միայն։ Ներսում, դրսում, ասենք։ Լինում են համերգներ, հրավերներով որ գնում ենք։ Ռոստով քաղաքում շատ իդեպ ասեմ, որ մեկնել էի շատ լավ հայկական պարային կոլեկտիվներ կան։ Շատ ակտիվ են, չէ՞, այնտեղ։ Շատ ակտիվ, պատասխանատու, դաստիարակված։ Այո, այդ ուզում եմ ասեմ, որովհետեւ այդ պատասխանատվությունը յուրաքանչյուրի մեջ կար։ Պարողներ 25, 30 հոգի էին, 15 հոգի, ովքեր որ մասնակցում էին վարպետաձվածերին, պարուսուսներն էին, եւ իրենց համար սա վերապատրաստում էին ինչ-որ նոր աղբյուր լիներ հայրենիքից դեպի այնտեղ, շարունակական բնույթ է կրելու։ Մեր պարային ծրագրերը դեռ արժևում են ամեն ինչ, իբարս Աստծո։ Իսկ ձեզ մոտ այդ միտք ծնվել է, որ օրինակ չգիտեմ, գնում եք ինչ-որ մի քաղաք համերգների ու տեսնում եք այնտեղի հայության հոգին, նրանց աչքերը, միտք եղել է, որ գնաք եւ այնտեղ ձեր գործունեությունը ծառայեք, այ հետաքրքիր էր։ Իդեպ ասեմ 2019 թվականից մինչև որորն վերջերս 2025-ը հարգելիս Մոսկվայում ես ունեցել եմ հայրենիք պարախումբ։ Օ, տեսեք ոնց եկավ այդ միտքը, ես զգացի ձեր աչքերից։ Այնտեղ, միսիան վերջացրել եմ ու վերադարձել եմ հայրենիք եւ այս 6-7 տարիների ընթացքում պատկերացեք այնպիսի լավ ու հետաքրքիր գաղափարներ եղել, բազմաթիվ համերգներ, ինչու հենց հայրենիքից դուրս հայրենիք ստեղծել, պարային կոլեկտիվի անունը եւ այնտեղ ներառել ազգային պար, ազգային գաղափար, անգամ այնտեղ կային իմ սաներից բավականին շատերը, որ տեղում հենց Ռուսաստանի Դաշնությունում ծնվել են, հայրենիք չեն եկել 15 տարեկան, 16, բայց այդ մեր աշակերտները սաները այնպիսի լծված են եղել այս հայանվեր, հայագեղեցիկ պարով, որ ցանկությունը առաջացել գան հայրենիք ու կամ եկել են։ Այդ կապը, այդ օղակը կարողացել է խթան հանդիսանալ մեր աշակերտներին, որպեսզի հայրենիք եւ արտերկիր կապը միշտ ցկողական ուժով բերի Հայաստան։ Ու փորձը ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե աշխարհագրությամբ որտեղ են ծնվել, միևնույն է ազգային երգը, հնչյունն ու շարժումը տեսնելու եւ լսելուն զուգահեռ կանչում է գեները, ինչպես շատ հաճախ սիրում ենք։ Անկեղծ եմ ասում, որտեղ դա ասելով չի, դա զգայուն է, որտեղ այնտեղի այդ երեխայի մեջ զգում ես, որ ինքը այնտեղ է ծնվել, բայց գենետիկ ֆոնդն ու կոդը իր մոտ դա անկեղծ դրված է, ու այդպես ազգային պարը ինքը առաջնային խթան է հանդիսացնում միասնականության մեջ, շատ կարևոր է եւ Հուսանք, որ Նինահար պարային համույթը կդառնա այն օղակը, որը կկապի նաև Հայաստանի սահմաններից դուրս Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, մասնավորապես երիտասարդների տուն վերադարձին, իսկ ձեր տունը սպասում է բոլորից։ Շնորհակալ ենք Անչափ։ Շնորհակալ ենք։ Հուսանք կրկին կհանդիպենք շնորհակալ լավ թեմայից ենք մենք հենց բռնկվել եւ խոսում ենք, շատ ափսոս որ մեր ժամանակը քիչ է։ Շնորհակալ ենք ձեզ առավոտը մեզ հետ սկսելու այս կարևոր թեմային անդրադառնալու համար։ Շնորհակալություն նաև հանրային հեռուստաընկերության ողջ անձնակազմին հրավերած չմերժելու համար, ընդունելու համար, բոլորիս ստեղծողությունը լինի, բոլորիս ընտանիքներին ջերմ ու հավատ։ Շնորհակալություն, իսկ մենք շարժվենք առաջ, ելի հեռուստադիտողներ։ Լսենք երաժշտություն։ Լսենք երաժշտություն, դու որ ասես ոնց չլսենք։